մենք տեսնում ենք, որ ձեր քննադատությունները ուղղված ամենայն հայոց կաթողիկոսի մյուս հոգևորականներին համընկնում է իրավապահների գործողությունների հետ։ Լրագրողը այս դեպքում Ադրբեջանում նամազ անցկացնելու հետ կապված լիազորություններ չունի, բայց դուք ԱԱՑ-ին, մյուս իրավապահ համակարգին ի պաշտոնե ցուցումներ տալու լիազորություններ ունեք։ Հիմա այստեղ հարց է առաջանում, արդյոք դուք ձեր այս քաղաքական հայտարարություններից հետո են այդ գործողությունները իրավապահները իրականացնում, թե ոչ եւ ընդդիմությունը իրեն զգում է 37 թվում, ասում է հիմա տեղի է ունենում այն, ինչ 37 թվին էր տեղի ունենում, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ես զարմանքով արձանագրեցի, որ մեր ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր 37 թիվը տեսել են եւ նույն զգացողությունները ունեն։ Գիտեք, ես այն քննադատությունները, որ հնչեցրել եմ, այդ քննադատությունների նմանվող քննադատություններ ես հնչեցրել եմ դեռևս 1995 թվականից եւ գուցե մի փոքր ավելի վաղ ժամանակից։ Մենք ձեր հարցի համար կա շատ կոնկրետ մեթոդաբանություն։ Հիմա այդ գործողություններ նախ ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Ես դա պարզապես բացառում եմ։ Երկրորդը, ենթադրում եմ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի եւ նրանց մանրամասների վերաբերյալ, քան ես ինքս, որովհետև էլի եմ ասում, դուք ասում եք, որ ես հրահանգներ տալու լիազորություն ունեմ, ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ, եւ էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների եւ իրենց վերապահված իրավունքների շրջանակում։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ով է վերցնելու։ Չկա նման բան պարզապես չկա նման բան։ Եվ էլի, գիտեք, Հայաստանում մի այսպիսի բան կա, մի այսպիսի երևույթ կա։ Կարող է պարզվի, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է։ Դե դառնում ես ընդդիմադիր, իմանալով, որ դու օրենքի հետ այս խնդրեմն ունես, այն խնդրեմն ունես, այն խնդրեմն ունես, այն խնդրեմն ունես, եւ բան չի պատահի, շատ լավ։ Իսկ եթե այդ հանկարծ այդ ամեն ինչ կբացահայտվի, խնդրեմ իհարկե ամենալավագույն ձևը։ Ես այս վերջերս ասեցի, այդ տենց մի անց կար, որ պաշտոնյա էր մեր ստեղծած կազմակերպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց, որ ամբողջ կյանքը ընդդիմադիր ա եղել։ Արդեն սկսեց ուրիշ ձևով խոսալ իմ մասին, այսինքն տպավորություն է, որ տենց 37 թվից մինչև այսօր ընդդիմադիր քաղաքական գործունեություն են ծավալել։ Ենթադրում եմ, բայց ես երեք լուրերի թողարկումն եմ նայել, եւ ես իմացել եմ, որ գործողություն հաղորդում ա եղել հանցագործության մասին, եւ հանցագործության մասին հաղորդմանը եղել է արձագանք։ Չի լինում քրեական ընթացակարգ առանց հանցագործության մասին հաղորդագրության։ Ինչու չեն արել։ Ենթադրում եմ հանցագործության մասին հաղորդման բացակայության պատճառով, այսինքն տեղեկություն չի եղել, տենց չի լինում, որ իրավապահներն ասում են, մեկ էլ ասում են, մտնենք մի հատ այս դուռը տենանք, ինչ կա դռան հետ։ Իհարկե այդպիսի ռեժիմ էր, ենթադրում եմ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի շրջանակներում կարող է լինել, բայց առնվազն լուրերի երեկվա թողարկման կամ այն ինչ որ ես երեք հասկացա, այդ տրամաբանությունն է։ Բայց դա դուք էլ պետք է իմանայիք, ինչ եք ինձ հարցնում։